Բարեկամներ, հունիսի 17-ը հայ պոեզիայի պատմության համար ճակատագրական օր է։ Հունիսի 17-ը Պարուս Սևակի ավտովթարի օրն է։ Այդ օրը նա դուրս եկավ Չանարչիից եւ Երևան չհասած ենթարկվեց ավտովթարի։ Մինչև հիմա առեղծված է Պարուս Սևակի մահվան փաստը։ Ինչ կատարվեց մեծ բանաստեղծի հետ։ Մի բան կարող եմ վստահ ասել, իբրև գրականագետ, հանճարեղ պոետը մեզնից հեռացավ նեղացած։ Գրողների միջան վերջին համագումարում, որ 71 թվականին ինքը մասնակցել է մահվանից առաջ, նա ցույց էր տալիս, որ վիրավորված է։ Եղիցի լույսը բանտարկված էր, արջելանքի տակ, գիտեք, որ գիրքը տպագրվել էր, լույսաշխարհ չէին հանում, որովհետև իր գործընկերները մատնագրեր էին ուղարկել Մոսկվա այդ գրքի դեմ, եւ Պարուս Սևակը խենթանալի մի վիճակի մեջ էր, չէր գտնում իր տեղը, չէր հասկանում ինչի պիտի ինքը լինի գրողների միությունում, այն դեպքում երբ ոչ մեկը չկա, որ ինքը ցանկանում ինքը մոտենալ ու բարևել։ Սևակի ճակատագիրը մեզ պիտի հուշի մեկ բան, սիրելի բարեկամներ, եկեք մեր ամբողջ գուրգուրանքով պահպանենք մեր տաղանդներին։ Նրանք արժանի են, որ այս դժվար կյանքում հաճախ վիշտ ու ողբերգություն չտեսնեն, որտեղ աշխարհի ցավը արդեն նրանց սրտի մեջ է։ Պարուս Սևակը շատ դառնություններ տեսավ կյանքում, եւ այդ է պատճառը, որ նրա կյանքը, նրա ճակատագիրը մեզ համար պիտի լինի դաս, հոգատար լինենք մեր տաղանդների հանդեպ։ Եվ վերջապես, երբ խոսում ենք Պարուս Սևակի հիշատակի օրվա մասին, ապա ամենալավ ձևը, որով կարող ենք մենք հարգել մեր տաղանդներին, մեր անճարներին, նրանց ավանդույթները շարունակելն է։ Ես պիտի ասեմ, որ նույն օրը մեր գրականության համար մեկ այլ առումով է նշանավոր։ Հունիսի 17-ը Արտակ Համբարձումյանի, մեր երիտասարդ տաղանդի ծննդյան օրն է։ Ու ստացվեց մի տարօրինակ վիճակ, որը շատ մեծ իմաստ է պարունակում իր մեջ, Պարուս Սևակի մահվան օրը վերածվեց պոետական ժառանգորդության մի սիմվոլի, խորհրդանշանի, Արտակ Համբարձումյանի ծնունդը։ Պայծառ մի բանաստեղծ հրապարակ եկավ, մեծություն իսկական, որը ծնվել էր փառաբանելու համար գեղեցկությունը, կյանքը, ուրախությունը։ Մենք ամենամոտ ընկերներ ենք, ես եւ Արտակը, եւ պիտի ասեմ, որ մեծագույն ուրախություն էր այն օրը, երբ մենք հանդիպում էինք, ինձ համար իսկական տոն էր Արտակի հետ հանդիպելը։ Այդպիսի ուրախ հոգի կյանքում չեմ տեսել, բայց դուք կարդացեք Արտակի բանաստեղծությունները եւ կտեսնեք անլուր թախիվ։ Ինչն է պատճառը, ինչու տաղանդավոր երիտասարդ տղան այսքան ցավ էր կրում իր ջահել սրտի մեջ։ Նա նայում էր իր հայրենիքին ու տեսնում էր շատ մեղքեր, որ գործվում են։ Անկախ ճանապարհը հայոց հանրապետության իրեն հույս չէր տալիս, որ լավը գնահատվում է, արդարը գնահատվում է եւ գնում ենք դեպի զարգացում ու վերք։ Դա իր ջահել սրտի մեջ մեծ ողբերգություն էր ուծավ, որն էր պատճառ հանդիսացավ ավտովթարի։ Արտակ Համբարձումյանը կյանքից հեռացավ շատ երիտասարդ տարիքում։ Ես այս խոսակցությունը վարում եմ այն բանի համար, սիրելի բարեկամներ, որ միշտ հիշեք, հունիսի 17-ը Պարուս Սևակի հիշատակի օրն է, հունիսի 17-ը նաև մեր մեծ պոետի Արտակ Համբարձումյանի ծննդյան օրն է, որի պոեզիան դեռ շատ ոճեկան ոգորումներ պիտի պատճառի դեր ընթերցող